կարծիքները։ Տեսեք, հանդիսատեսը ներկայացումից չի հեռանում կոնկրետ լուծումներով եւ բոլորի համար պարտադրված ուղերձով։ Դա քարոզչություն է, ասել է հայտնի դերասան Հրանտ Թոխատյանը։ Հրանտ Թոխատյանից փորձել են խնդրել են, որ իր կարծիքը հայտնի, թե հայ արտում ինչ գիտեք որ բացությամբ շատ գեղեցիկ ներկայացումներ են անում եւ այս մարդը իր կինը ուր գնում են մի հատ պետք է պղտորեն մի բան անեն հոբելյան լինի ներկայացում լինի չգիտեմ ինչ լինի Հրանտ Թոխատյանը շատ լավ առաջարկ էր արել ասել էր պարապես Նիկոլ մի հատ քո համար տրուպա հա դերասանական խումբ վարձի դու բեմադրի ոնց ինչ լավ առաջ կանի էս կանի այդ պարապ մարդը էլի հա պարապ մարդը անդե դերասը կտաս ասենք Արարատ Միրզոյանը բանը գլխավոր հերոսի դերը կխաղա այն նախարարներից մեկին կտաս ասենք Դեզդեմոնայի դերը կխաղա հետո կասես որ սեշ չի այդքան էլ ճիշտ հա կասես լավ չի Օթելոն թող վերջում Դեզդեմոնային չխեղդի հա քանի որ կամ 3 անգամ խեղդի կամ 3 անգամ խեղդի կամ խեղդելով չի ասենք այն դարում ասենք ինչ կա ասենք բան պայթեցնի աբսուրդ է մարդը գնացել է եւ գլավլիտ է հա ես չեմ նայել այդ ներկայացումը ասենք ինքը ամեն ինչա նայր ինքը մեծարգո վարչապետ է տիեզերա գնացա նահավարա օթաչու է չգիտեմ բալետի պարող է ինքը ամեն ինչ է դու պատկերացնես նայր ասենք մի օր ինքը գնալու է օպերային Ասի լավ չեք երկում եք լավ չեք բարում այդ բալետի բաներում կամ լավ չեք երկում այս բանի Կարմենի Արյան կամ Այդայի Արյան ես պիտի երկեմ չտվեք ես անեմ չէ հələ դու պատկերացրու իրան ասենք Կարմենի դերը հագնի այդ ամեն ինչը ես պիտի բարեմ Եկ մենք իհարկե չծիծաղես նարայք, ասիկ մի բացառի, որ կարող եմ յոր այդպես լինի։ Մարդ եթե տիեզեր կա գնացել, ինչ էր Աստված էր, Քրիստոս էր, ինչ ասես, չէ։ Մեծարգո վարչապետ է, ջրերի վրայով ասում էր Եսու Քրիստոսը նույնական ենք, որտեղ ինքն իր շարժումը, հա։ Տիեզերա գնացել չէ ինքը, ինչ տիեզերա գնացել։ Ես բացարձակ, ես ի տարբերություն ձեզ եւ մյուսների շատ լավ եմ ճանաչում Նիկոլին, ես բացարձակ չեմ բացառում, որ ինքը բալետ ապրելու է։ Շիրկունչիկի որ ոնց է, չէ, նույն Հյուսիսային Կորեայում կա սանրվածքի 5 տիպ տղամարդու համար, այո, այդպես է, 5 տիպ կնոջ համար, եւ եթե որևէ մեկը այդ որոշված, ուրեմն Կիմ Չիրինի սանրվածքը խախտի որոշված կառավարության ղեկավարի որոշած իրանց այդ ղեկավարի սանրվածքը խախտի կարան տանեն մարդուն ցմահ ազատ ազրկեն բնավ չզարմանաք որ մի օր էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարի որ ես բայց գնացել է դասականին ասում ես ինչի է այսպես Ստեփան Զորյանն ինչա այսինքն ինքը սարսափում է անգամ որ կարող է վաղը Էրդողանը կամ Ալիևը Զայրանան ասեն իթիշ ցանկապատ մենք քեզ ասել ենք Բայց գալիս ենք ինչ ուզում անում ենք։ Իր ասма չէ, բայց դա ներկայացումը, բայց չէ։ Ինչ ցանկապատ։ Պարզապես ինքը ես ասել եմ, կայֆ է ստանում իր բոլորին ստորացնելու պատժելիությունից, որ ինքը ինչ ուզենա կարա անի, ինքը երկրի գլխավոր բալետմեստերն է։ Ասենք այդտեղ վեր կացավ ինչ որ բան ասեց, ազգի մեծ մասը ճապուշություն։ Կապ չունի, ինքը գտնում է որ ինքը դարակազմիկ բան է ասել, ինքը գլխավոր ուրեմն օպերայի երգիչն է, գլխավոր բալետմեստերն ասես, չէ, կառավարությունը ես եմ։ Դե դատարանները վաղուց է ինքը, ամեն ինչը ինքն է։ Այս մարդը իրան ուզում է հրճակի հայ ժողովրդի հայր, պապա, բացկա, հասկանում եք եւ ցավոք որ ժողովրդի ճիշտ արտահայտվեք Տիկին Զորաբյան Դե ամենադեպս այն հատվածի, որը ցավոք սրտի իրան դեռ շարունակում է լսել եւ շարունակում է իր ասածներին լուրջ վերաբերել, բայց եկեք ես այն օրնել եմ ասում էլի մենք անընդհատ ներքաշվում ենք այս մարդու ստեղծած աբսուրդ օրակարգի մեջ ինքը գնում է մի հատ իդիոտ բան ասում է եւ ես նայում եմ սա քաղաքական լրատվական փորձագիտական դաշտը սկսում է քննարկել վա ինքը վերլուծես ներկայացումիկներ ասում է դե լավ է էլի եկեք սենց բաներով բանը Վինի Պուխից Չէ նաեւ ինչ որ հատկանիշ ունեն իրանք ինչին մոտենում են կեղտոտում պղտորում են հիշում եք Տիկինն է գնացել էր Պարհու բանը 70-ամյակին ինչ էր չգիտեմ էլի այսպես Սոֆի Դևոյան էլ այսպես մեծ աղմուկ բարձրացավ ուղղակի այստեղ նաև ինչ էր Մկրտիչ Արզումանյանի Մկոյի հարցը կա ինքը այնուամենայնիվ ընդունված դերասան է բավականին մեծ այսպես հետևորդներ ունի
ինքը իհարկե շատ ամփույթ եւ տգեղ արարք էր իրեն թույլ տվել 2018 թվականին։ Ես վստահ եմ, որ ինքը սրտի մեջ թրթիռով սпасել էր այդ կոչումին, վաստակավորի։ Իրան վաստակավորի կոչում տա, հետո այդ տարիների մեջ ընկած տարին հետ։ Այդ նույն հայրենիքը եւ այդ հանդիսատեսն էր իրեն տվել այդպիսի մեծ ճանաչում, այդ նույն ժամանակաշրջանում իշխանությունն էր նաեւ իրեն տվել, հենց իրենց հեռուստաընկերությունում էր ինքը նաեւ դրսևորվել, ինքը շատ մեծ գումարներ էր կարողացել վաստակել։ Առնվազն այդ փուլում ինքը պիտի մի փոքր ողջամտություն, գոնե սթափություն եւ ավելորդ ողջևորություն չդրսևորեր եւ դա չաներ։ Բայց դրանից հետո անցել է 7 տարի, այսպիսի դաժան բաներ են, սարսափելի բաներ են այս ժողովրդի հետ տեղի ունեցել, ցեղասպանություն, հայաթափություն, Արցախի մեր տարածքներն է Հայաստանի Հանրապետության հանձնվել, Արցախն է ոչնչացրել եւ այլն, բայց այս փուլում բա այդ որ ձեզ տալիս են Մկո կամ Մկրտիչ Արզումանյան, ես իմիջիայլոց շատ լավ եմ վերաբերում իրեն եւ գնահատում եմ, ինքը շնորհքով արտիստ է, շնորհալի է, բայց այդ որ տալիս են, դու պիտի նաեւ պատրաստ լինես դու էլ ինքդ ինչ որ բաների դու այդ ձայնը չի լսվել, այդ ցավի, այդ պատերազմից հետո այդ տնքացող այդ ցավից հետո քո ձայնը չի լսվել Մկո, այդ Արցախի 120,000 հայություն այստեղ քո ձայնը չի լսվել, Հայաստանից տարածքներ քո ձայնը չի լսել, մասնատած կանանց Նայրանը ինձ ուղարկել, Նայրանը էլ է տեսել, ես ասում եմ Նայրանը, ես ավելի սարսափելի բան չեմ տեսել, այդ 5 կանանց մասնատված մարմինները թե ինչ են արել, ջերմուկի դիքերի, քո ձայնը չի լսել, հիմա մի քանի օր առաջ, կներեք, 3-րդ տարին էր սեպտեմբերի 13-ի, ես տեսել եմ այդ զարհուրերի կադրերը, այո, ինձ է ուղարկել եւ սնայպերներին հայ, որոնք այո, բայց բոլոր նիկոլականերին կարելի է տալ։ Իրանք վստահ եմ տեսել են եւ կմիգուցե եւ ուրախացել են։ Հա, ինչ։ Չէ, եւ մի քիչ այս թեման փակենք հիմա, երբ որ ոմանք ասում են դե պետք չի քարկոծել սա, նա, բայց պիտի գոնե ներքին մի փոքր պատասխանատվություն ունենա, էլի հայրենիքի երկրի նկատմամբ ձայնը չկա։ Երբ որ ձեզ պետք է, դուք արտիստ եք, արտիստը իր գործով է զբաղվում, բայց ինչ որ 18-ին տեց այդ արտիստը չէ, երբ որ երկրի կործանարար ուժեր եկե երկիրը կործանելու, գոնե դուք այնքան բարոյականություն չունեք, Մկո, ձեզ եմ ասում, որտեղ չեմ ճանաչում ձեզ, համար դուքով եմ դիմում, ձեզ եմ ասում, դուք գոնե մի քիչ բարոյականություն ունենաք, ներողություն խնդրեիք, ասեիք ես սխալվել եմ Որն է Հասմիկ Պապյանը եթերում ասեց, այո, կա բան, որի համար ես շատ զղջում եմ, շատ ափսոսում եմ, գոնե դա կարող էիք անել, չէ՞, մի անգամ կարող էր այդքան մեծություն ունեցավ Միքայել Սրբազանը, որ երեք դատարանում ասեց, իմ կյանքի ամենամեծ սխալը 18-ին էս չարագույժ ուժին ողջունելն է։ Բայց ասեց ընդամենը մի քանի ամսից, երբ որ ինքը ասեց ես վարչապետի տեխնաց, ասեցի սա աղետ է։ Կամ Հայաստանը վարչապետ չի ունենա, ես հասկացա, որ սա մեծագույն աղետ է, բայց Տիկին Թովմասյան, մենք այս նաև այս ամենը շատ կարևոր է, լակմուսի թուղթեր, որ մենք իմացանք ով է։ Ես հիմա, որպիսի վատ բան չասեմ իր դեմքին, փողոցում տեսնում եմ երբեմն, երբ որ բարեհաճում է լինել Հայաստանում Տիգրան Մանսուրյանին եւ ճանապարհը շրջում եմ, որտեվ ինքը ինձ համար գոյություն չունի, բայց ես հերվից իմ երեխային ցույց եմ տալիս Տիգրան Մանսուրյանին, ասում եմ սա հարգանքի չարժանի մարդ է։ Նույնը նաև այս բոլոր մարդիկ, որ մենք արտիստ ենք, մենք քաղաքականությամբ չենք զբաղվում։ Նայրա, տեսեք, Հրան Թոխատյանը, տեսեք ինչ կեցվածք չէ, ընդունեց քաղաքացիական։ Եվ մենք բոլորս գիտենք արժանապատիվ, ծանր հիվանդություն։ Ինչ եղավ Հրան Թոխատյանը, չեն խնդրում, դեռ ամբողջությամբ չի առողջացել, արդեն խնդրում են, որ բեմ գա։ Մկո կամ ինչ էր, Մկրտիչ Արզումանյան, ինչ էր լինելու։ Ինչ էր լինելու։ Կամ ասեք Արթուրս, դե Վարդան Պետրոսյանի մասին ամոթ է խոսել։ Վարդան, մենք այն վիճակում ենք, որ ամոթ է, անհարմար է ընդհանրապես քո մասին խոսելը, այդպեսի չէ, ամեն ինչը տեղը գցել։ Ասեք Արթուր Սահակյանը բեմադրիչ փակեցին, չէ՞ գոյ։ Դուք իրեք խլխլում եք որ բեմադրություններ անի։ Դուք կասկածում եք որ այս թուրքական ուժերից ազատագրվենք, նորից այդ թատրոնը բացվել է, ավելի մեծ թատրոնում խնդրելու են որ ինքը գեղարվեստական ղեկավարն եւ բեմադրիչն այնպես որ ասում են, բա ինչ անենք, բա ոնց անենք, բա չգիտեմ, կան է օրինակները։ Հայրենիքի հաշվին տուն չեն պահում, Մկրտիչ Արզումանյան։ Մենք կանգնած ենք ցեղասպանության նոր յաթաղանի շեմին, բայց նաեւ ու տակն է գրում, ասենք ամոթ է ում, Վահագն Ալեքսանյանի Մկո կամ Մկրտիչ Արզումանյան, վախ Աստվածին, վախ Աստվածին, այս ինչ
Էսուն հասալ եւ ուզում եմ եզրափակել Հովիկ Էս ինչ տխուր է։ Դատարանում ես եւ Նա ցույց տանք կուզենայիք այդ։ Մի հատ արփի, դա ցուցադրեք դուք խոսեք միջև դնեն։